Կենսաթոշակառուն միջին կենսաթոշակով կարող է ամսվա ընթացքում կատարել ընդամենը իր 18 օրվա նվազագույն ծախսը, իսկ նվազագույն կենսաթոշակով ընդամենը 13 օրվանը։ Ավելի պարզ, միջին կենսաթոշակ ստացողը աղքատ է, իսկ նվազագույն կենսաթոշակ ստացողը ծայրահեղ աղքատ։ Խոստացել էին, որ միջին կենսաթոշակառուն պետք է հաղթահարի աղքատությունը, առնվազն 2026-ին, իսկ ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես պետք է վերացնեն մեր երկրում։ Խոստացել էին նաև նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ։ Դրա չափը հիմա սակայն 75,000 դրամ է, շուրջ 7,000 դրամով պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն ամսական ծախսից։ Իդեպ 2021 թվականին նվազագույն աշխատավարձը գերազանցում էր այդ շրջանում առկա նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Փաստորեն նվազագույն աշխատավարձ ստացողն էլ դարձավ աշխատող աղքատ։ Եվ սա է իրականությունը, շուտով նախընտրական փուլ է եւ բնականաբար այս նույն ուժը գալու է նույն սուտ խոստումներով, որպեսզի ձեռքվեն կորզի, վերարտադրվի եւ շարունակի կեղեքել հատկապես աղքատ խավին։